Ես մեր եկեղեցու կողքին եմ։ Պայքարելու ենք, Սամվել Կարապետյանը այս վստահությամբ է ավարտում Արմավիր քրեակատարողականից ուղարկած 7 տողանոց նամակը։ Նա իր կյանքի ամենահետաքրքիր օրն է անվանում իր կալանավորման օրը, նկարագրում կալանքի միջնորդության 4 ժամանոց դատաքննության մթնոլորտը։ Իմ աչքերով տեսա իր իսկ մեղադրանքն ակնհայտ ստիպողաբար առաջադրած քննիչի հուզված վիճակը դատարանի կողմից ինձ կալանավորելու որոշումը հրապարակելուց հետո, փորձառու դատախազի անմխիթար վիճակը ամբողջ դատավարության ընթացքում։ Եվ վերջապես իմ աչքերով տեսա կոտրված դատավորի կեցվածքը, ով դատավարության ընթացքում իբր զարմանքով, տեղ-տեղ արհամարանքով ունկնդրում էր քննիչի եւ դատախազի բերած ապօրինի մեղադրանքը ու սնանկ փաստարկները, դրանով փորձելով դրսևորել կարծես անկողմնակալ, անկախ վարքագիծ։ Այնուհետև 4 ժամ խորհրդակցական սենյակում գտնվելուց հետո ցույց տվեց, որ նա կախյալ է եւ անզոր։ Բայց ոչինչ, շուտով դատարանները անկախ են լինելու։ Պայքարելու ենք։ Շատ երևանցիներ քաղբանտարկյալ են համարում Սամվել Կարապետյանին, քննադատության կրակ թափում Փաշինյանի գլխին։ Երբ որ Իրան իշխանությունն էր պետք, ինքը ժողովրդի ոտերը լզում էր, չէ՞, ընկել էր ոտքերը։ Իսկ հիմա ինքը իշխանության գլուխ է, ինքը կարա գլուխը թռցնի։ Թուրքի հոգեբանությունն է, չէ՞, եթե պարկես, ոտդ կլիզես, հելար ոտքի գլուխդ կթռցնեմ։ Այս կինը հիշեցնում է, որ Սամվել Կարապետյանը կալանավորվեց Փաշինյանի այն սպառնալիքից հետո, թե իր ընդդիմախոսներին կլցնի ԱԱԾ պատվալները։ Մոռանալով Քաղաքացին Սփյուռքի բարերարների, միջազգային ներդրողների համար վատ ազդակ է համարում Հայաստանում միլիոնավոր ներդրումներ արած մարդու կալանավորումը։ Թեկուզ Սփյուռքի հայության մեջ կան մարդիկ, որ կարան ինչ-որ մի բանով էլ նեցուկ լինեն, այդ մարդկանց մենք պիտի, չգիտեմ, աչքի լույսի պես պահենք։ Հայլուրի զրուցակիցները գրեթե առանց բացառության զայրացած են գործարար բարերարին կալանավորելու իրենց համոզմամբ քաղաքական որոշումից։ Ղալաթարի Նիկոլ Փաշինյանը Հայտարարք երևույթ։ Վերաբերմունքն եք ուզում։ Եթերային չի ստացվի։ Մենք անտգետ է ինքը որ ոչ մի բանին օգուտ չի տալիս, դրա համար էլ որոշել է, որ այտենց բարերարներին վնաս տա։ Որովհետև ճշտամի է քո ղեկավարը, ղեկավար չկա։ Իմ ապրած կյանքում այսպիսի բան չեմ տեսել, չգիտեմ։ Շատերի համոզմամբ վարչապետը վրեժխնդիր է լինում գործարարից եկեղեցուն սատարող հստակ հայտարարության համար։ Իհարկե պետք է կանգնենք եկեղեցու կողմին։ Մենք վաղտին սխալ ենք արել, ընտրել ենք, հիմա անգել ենք աղբամանը։ Ինքը ամեն ինչ անում է վերարտադրվելու համար, ես կրկնում եմ, Նիկոլի համար իր իշխանությունից վեր բան չկա։ Քաղաքագետ Գագիկ Համբարյանը վստահ է Ռուսաստանաբնակ հայ գործարարին կալանավորելու Փաշինյանի հրահանգը մեկ նպատակ ունի՝ կանխել առաջիկա քաղաքական գործընթացներում Սամվել Կարապետյանի հնարավոր մասնակցությունը։ Համբարյանի խոսքով վերջին օրերի իրադարձությունները ամբողջովին տեղավորվում են Փաշինյանի հակառուսական արտաքին քաղաքականության համատեքստում։ Ռուսաստանը սա պետք է շատ լավ հասկանա, որ Նիկոլ Փաշինյանը երբեք չի փոխելու իր հակառուսական կողմնորոշումը։ Նիկոլ Փաշինյանը կարող է բոլոր հանդիպումներում երթվել նույնիսկ Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ ինքը Ռուսաստանի թիվ 1 գործընկերն է Հարավային Կովկասում, որ ինքը ցանկություն չունի դուրս բերելու ռուսական 102-րդ ռազմաբազան Հայաստանից եւ այլ ուրեմն քայլեր պրոռուսական խոստանա, բայց հենց ինքը գալիս է Հայաստան ու Եվրոպային ինքը հրահանգներ է ստանում իրեն 2018 թվականի իշխանության բերած կենտրոններից։ Ըստ քաղաքագետի Փաշինյանը հիմա փորձում է չեզոքացնել բոլոր այն գործիչներին, ովքեր կարող են ձախողել Հայաստանը թուրքական վիլայեթ դարձնելու նրա պլանները։ Համբարյանը վստահ է, գործող իշխանության նպատակն է Հայաստանում զրոյացնել ռուսական կապիտալը, այն փոխարինելով թուրքականով։ Ըստ նրա, մյուս խոշոր գործարարները չպետք է հույս փայփայեն, թե լռության ուխտ պահելով, չդատապարտելով Կարապետյանի նկատմամբ կատարվածը, շահելու են Նիկոլ Փաշինյանի սիրտը եւ պահպանելու են իրենց ունեցվածքը։ Նիկոլը Հայաստանում ներտնելու է թուրքական կապիտալ։ Դուք հանկարծ չպատկերացնեք, որ 21-րդ դարում պարտադիր թուրքերը իրենց յաթաղանը պետք է առնեն ու գնեն հայերի ջանը։ Չկա նման բան։
կա դոլարային էքսպանսիա, ինչպես արեցին թուրքերը, ասենք թե Վրաստանի Աջարիայի նահանգի նկատմամբ։ Քաղաքագետը նկատում է, որ հնարավոր է նաև ուժային կառույցներում են հասկացել Փաշինյանի քայլերի վտանգը։ Գուցե հենց այդ պատճառով ԱԱԾ տնօրենը նախընտրեց հրաժարվել պաշտոնից, քան կատարել Կարապետյանի կալանավորումը մասկի շոուի վերածելու հրահանգը։ Ես շատ ուրախ կլինեմ, որ գոնե ուժային կառույցների ներկայացուցիչները հասկանալով, որ Նիկոլի Բեսպրեդելը կարող է վաղը մյուսօր գլխացավանք ստեղծել իրենց համար, հենց չեն կատարի իր ամեն տեսակ անօրինական հրահանգներ։ Իդեպ 168 թեյեմի տեղեկություններով Սամվել Կարապետյանի ձերբակալման կալանավորման որոշումները բողոքարկելու դիմումների քննությունը մակագրվել է Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանին։ Իրավապաշտպանները նրան համարում են Փաշինյանի սրտի դատավորը, որը հլուհունազանդ կատարում է քաղաքական բոլոր հրահանգները։ Նրա աստեղային ժամը համարվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը։ Կարինե Մանգասարյան, Լանա Համբարձումյան, Հենրիկ Համազասպյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում ու աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, կարևորն ու հետաքրքիրը։